Երևանի ճանապարհների աղետալի վիճակի համար քաղաքային իշխանությունները մեղավոր են համարում բոլորին՝ քաղաքացիներին, եղանակային պայմանները, ձյունն ու անձրևը, բայց ոչ երբեք իրենց։ Մինչդեռ հենց քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում ասֆալտապատման և փոսալցման աշխատանքների վերահսկողությունը սահմանված չափորոշիչներին համապատասխան, նշում է Մայր Հայաստան դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։ Միշտ էլ մեր քաղաքում ձմռանը ավազի եւ աղալցման աշխատանքներ են տեղի ունեցել, բայց երբևէ նման խնդիր չի առաջացել ու փոսերը այս կարգի չեն եղել, ասֆալտն էլ այս չափով, այս լայնամասշտաբ ձևով չի քայքայվել։ Դա լայնամասշտաբ քայքայում ասֆալտի ունի մի գլխավոր հիմք, պատճառ, որն է քաղաքային իշխանության անտարբեր վերաբերմունքը, բարձի թողի վերաբերմունքը։ Որպես օրինակ Աղեկյանը մատնանշում է Տիգրան Մեծի պողոտայում իրականացված աշխատանքները, ինչը կատարվել է անորակ ու տգեղ կարկատաններով, որոնք ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև ավելի են վատթարացնում իրավիճակը։ Այս տարվա ավազն ու աղը սև ցեխի է վերածվում, ավելի լավ է սառույցի վրայով քայլես, քան այդ կեղտի միջով, ասում է Մայր Հայաստան դաշինքի անդամը, հավելելով, որ այդ ցեխը փոշու է վերածվում, վնասում մեքենաները և մարդկանց կոշիկների հետ տեղափոխում շենքեր ու հիմնարկներ։ Կարող են օգտագործել միջազգային փորձը, կարող են վերապատրաստում իրականացնել, ծրագրեր իրականացնել, որպեսզի իրենց մասնագետները կամ հենց իրենք, ովքեր իրականացնում են այդ ձնամաքրման աշխատանքները, այսքան անգրագետ աշխատանք չիրականացնեն։ Սոնա Աղեկյանի համոզմամբ քաղաքապետարանը գործում է կարճաժամկետ մտածելակերպով, առանց հաշվի առնելու հետևանքները։ Այսինքն ոնց որ թշնամություն անեն, նորից այնպիսի աշխատանք են անում, որ նորից հետո դրա վրա եռակի քառակի գումար ծախսեն, որ կարողանան այդ աշխատանքի վնասները հատուցել կամ գոնե մասամբ վերացնել։ Մինչդեռ ընդհանրապես պետք է ձնամաքրում իրականացնել, իսկ ձնամաքրումն էլ ժամանակին չէին իրականացնում, բազմաթիվ անգամ ես սոցիալական ցանցերում էին քաղաքացիները ահազանգում եւ հենց կոնկրետ Մայր Հայաստանները ահազանգ էր հնչեցնում։ Աղեկյանի խոսքով տպավորություն է ստեղծվում, որ առաջնահերթությունը ոչ թե որակյալ աշխատանքն է, այլ գումարների յուրացումը տարբեր ծրագրերի եւ պայմանագրերի միջոցով։ Այլ իրենք անում են ըստ իրենց կապալառուի հաճույքի, քմահաճույքի եւ չեն էլ փորձում վերահսկողություն իրականացնել ինչպես հարկն է, որովհետեւ խնամի, խավոր, ծանոթ, սանիկ այս հարաբերությունների մեջ են, որքան որ փորձում ենք հասկանալ, թե ովքեր են շահում այդ տենդերները, ովքեր են իրականացնում այս փոսալցման եւ մնացած այլ աշխատանքները, որոնք պետբյուջեից ահռելի գումարներ են մսխովում։ Այս ամենը փոխելու համար դե բնականաբար պետք է ամբողջական իշխանափոխություն, իսկ մինչ այդ մեր քաղաքացիներին համբերություն, հենց նոր ես որ գալիս էի քաղաքապետարան, ճանապարհին տեսնում էի կեղտոտ այդ ավազը, որը այսօր բախտները բերել է անձրևը եւ անձրևը չի թողնում այդ ահռելի քանակի փոշի առաջանա։ Քննադատների պնդմամբ խնդիրը ոչ միայն շինարարական աշխատանքների որակն է, այլև դրանց իրականացման ընթացքում վերահսկողության գրեթե լիակատար բացակայությունը։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիտ Նյուզ։